Ուրեմն մենք հիմա գտնվում ենք Հայթաղ գյուղի 1439 տեղամասում, որտեղ ես հանդիսանում եմ Հայաքվեի դիտորդական խմբի անդամ, դիտորդ եմ հանդիսանում այստեղ, երկու հոգով ենք Հայաքվեից, առավոտից այստեղ ենք եղել, առանց խնդրի գրանցվել ենք, դիտորդներ կային նաև ուրիշ ներկայացուցիչներ կային տարբեր առաքելություններից դիտորդական, շատ կոպիտ խախտումներ չենք արձանագրել, խախտումներ եղել են, որ հրավիրել ենք հանձնաժողովի նախագահի ուշադրությունը անմիջապես դրա վրա, կարող եմ նշել կուտակումներ դրսում, վստահված անձանցից ոմանք շատ հաճախ էին դուրս եւ իրենց շուրջը հավաքվում էին մարդիկ, մենք դա նկատեցինք եւ անմիջապես հրավիրեցինք հանձնաժողովի նախագահի ուշադրությունը, ով էլ ոստիկանության հետ կոորդինացրեց այդ խնդիրը եւ այս պահին արդեն կամ չեն լինում կամ շատ փոքրիկ կուտակումներ են լինում, արագ ծրվում են։ Մյուս դեպքի խախտումներից մի հատ խախտում արձանագրվեց, որ թե շփոթմունքով էր, թե ինչպես էր, քվեաթերթիկների լրացուցիչ քանակ էին տվել, ճիշտ ասած ընտրողը դուրս եկավ եւ ասեց ինձ չեք տվել մի տեսակի քվեաթերթը չեք տվել, մեկը բացակայում է, բայց հանձնաժողովի նախագահն արձանագրեց, որ ուղղակի մի թիվը երկու անգամ են տվել եւ 9 քվեաթերթ է տրվել 8-ի փոխարեն։ Մի քիչ ցած անհամաձայնություններ իրանց մեջ անմիջապես մարվեցին այդ քվեաթերթերը ծրարի հետ միասին եւ իրեն նոր դրցակ տրվեց քվեաթերթերի եւ ընտրողը վերադարձավ քվեախցիկ քվեարկեց։ Մյուս բաներից եղել է, որ մարդիկ եկել են գյուղում ամբողջ կյանքը ապրել են եւ իրանց ցուցակներում չեն գտել այդ մարդկանց, ընտանիքի անդամները եկել են նորմալ քվեարկել են, իսկ տիկինը ինքը չէր գտնում իր անունը, շատ վրդոված էր եւ իրեն ուղղորդեցին, որ գնա անձնագրային տեղեկանք բերի։ Ես կարծում եմ երևի կգնա էլ չի վերադառնա, բայց ինքը ճիշտ ասած հետ եկավ եւ քվեարկեց լրացուցիչ ցուցակում իրեն գրանցեցին։ Այս պահին լրացուցիչ ցուցակում ունենք 3 անձ, ովքեր նմանատիպ իրավիճակում քվեարկել են, բերել են տեղեկանք անձնագրայինից։ Հա, այս մի բանն էլ որ պետք է նշեմ, որ բավական մեծ է տարեց մարդկանց թիվը, հասկանում ենք գյուղական համայնք է, շատ են տարեց մարդկանց թիվը եւ իրենք մի քիչ շփոթմունքի մեջ են լինում, թե ինչպես պետք է քվեարկեն, ձեռքներին մեկ-մեկ դուրս են գալիս, բայց այլի sense հանձնաժողովի նախագահն նկատում է այս բաները եւ մենք որոշակի գոհունակություն կա թե ինքը ինչպես sense անընդհատ ուշադրություն է դարձնում դրան, բայց քվեարկության այդպես առերևույթ շատ կոպիտ ձևեր չեն եղել, բայց եղել են, որ կանխվել են շատ արագ, հենց որ փորձել են դուրս գան, այսպես կանխվել է։ Ընտանիքի անդամները, որ գալիս են քվեախցիկից քվեախցիկ խոսում են եւ կարծես քննարկում են, այդ ենք փորձում կանխենք, եւ ցենց որ թողում առաջանում մարդիկ ասում, բայց կինս դա ինչ ա եղել չխոսամ հետևան, ցենց հետաքրքիր միջադեպեր են լինում։